քննարկումը, նշեցին, որ եղել է հանդիպում Տիգրան Խաչատրյանի հետ, այդ հանդիպմանը դուք եղել եք թե ոչ, եւ այստեղ քննարկման հիմնական հարցերը որոնք էին ու ինչ եզրահանգման եկաք։ Մենք հրավիրված ենք հանդիպման այստեղ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ վրանում եւ միայն այդ ձևաչափով ենք հանդիպել, հետեւաբար կարող եմ խոսել միայն այդ հանդիպման մասին, այն ինչ որ հայտարարվել է խորհրդի կողմից որպես առաջիկա օրերի ծրագիր, իսկ դա մարտի 29-ին տեղ ունեցած հավաքի անմիջական արդյունքներից է, երբ որ Արցախահայության, Արցախի ժողովրդի եւ նաեւ նրա իրավունքների պաշտպանության համար մեր բոլոր մյուս հայրենակիցների եւ Երևանում եւ Հայաստանի ուրիշ մարզերից եկած փաստորեն իմի բերվեց այն պահանջների խումբը, որը գրավոր ձևով ներկայացվել է կառավարության։ Ես կարծում եմ, որ սա ամենաճիշտ ժողովրդավարության ձևն է, որի մասին շատ են սիրում խոսել Հայաստանի իշխանությունները, եւ սրանից ավելի լավ ուղղակի ժողովրդավարության, անմիջական ժողովրդավարության արտահայտություն չի լինում, եւ իմ խորին համոզմամբ, ովքեր այս պահին օժտված են իշխանության լիազորություններով, նրանք անպայման պետք է մտածեն եւ լուծումներ գտնեն մարդկանց բարձրացած հարցերի։ Պարոն Ղուլյան, նայեք, ասում եք պետք է մտածեն, մի քանի տարի է այստեղ եք եւ իշխանությունները իրենց գործելավոճով համենայն դեպս, եթե անգամ հայտարարում են, որ մտածում են արցախցիների, նրանց իրավունքների մասին, բայց աշխատում են բոլոր առումներով վերացնել Արցախի սուբյեկտայնությունը, լռեցնել, կոծկել։ Հիմա հերթական ձեր այս պահանջների հանրահավաքի ֆոնին ակտիվացել են այսպես ֆեյքեր կամ գուցե իրական դեմքեր, որոնք ձեզ մեղադրում են պահանջներ բարձրաձայնելու մեջ, ատելության մթնոլորտ է գեներացում նույնիսկ ամենաբարձր իշխանական մակարդակներով։ Այս առնչությամբ ինչ դիտարկումներ ունեք եւ ինչպես եք պատրաստվում հակազդել, որովհետեւ ձեզ ուղղակիորեն մեղադրում են Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության ուղով տանելու մեջ։ Զարուհի ջան, ես գիտեմ դրա մասին, շատ վատ է, որ հենց այդ ճանապարհով է փորձում իշխանությունը տանել այսօրվա պահանջները եւ դիմում բողոքները, որովհետեւ խոսքը վերաբերվում է այն մեծ ողբերգության հետևանքներին, որը տեղի ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո։ Այն հանգամանքը, որ 120,000 եւ ավելի մարդիկ հայտնվել են մայր հայրենիքում, ցույց է տալիս, որ դրան նախորդած ամիսներին մեր նաև Հայաստանի իշխանությունների կողմից, Արցախի իշխանությունների կողմից քաղաքականությունը ճիշտ ձևով չի ընթացել եւ չի հաջողվել գտնել այն երևի ճիշտ մոդելը, որի արդյունքում մենք կարող ենք շարունակել մնալ մեր փոքրիկ հայրենիքում։ Իսկ սա նշանակում է, որ մենք շատ կարևոր բացթողումներ ենք ունեցել եւ կարծում եմ, որ դա սկսվել է 2020 թվականին, առավել շատ շարունակվել է 2020 թվականի այդ սեպտեմբերյան 44-օրյա պատերազմից հետո։ Հետևաբար այնինչ որ այսօր է արվում, սա ուժերի, ռեսուրսների երևի ավելորդ վատնում է, որը իսկապես կարելի է այսօր ուղղել Արցախի ժողովրդի իրավունքների, սոցիալական խնդիրների եւ մյուս բոլոր կարիքների բավարարմանը։ Ինչու են այդպես վարվում իշխանությունները, չեմ կարող իհարկե նրանց տեղ որևէ բան պատասխանել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ քանի որ ամեն ինչ գնում է հենց այս ճանապարհով, որ այս դժգոհությունները չեն ավարտում, ուրեմն ամեն ինչ սխալ է շարունակվում։ Պարոն Ղուլյան, ինչ այստեղ արցախցիների հավաքական վերադարձի, ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի մասին է խոսվում, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածում, նշում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում Արցախի հարցը դուրս է մղվել։ Նախ ինչպես կգնահատեք այս հայտարարությունները արտգործնախարարության այս գործողությունների ֆոնին եւ գուցե սա Ադրբեջանին հանգստացնելու քայլ է, որ այստեղ արցախցիները ակտիվացել են, նրանք ադրբեջանցիներին ինչ որ ձևով ուզում են հանգստացնել։ Ես տեղյակ եմ, որ այդպիսի մեկնաբանություններ կան, որ առաջին անգամ գուցե այս վերջին ժամանակահատվածում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսում է հենց Ադրբեջանի ներկայացրած այս պահանջների տրամաբանությամբ կամ նույնիսկ այդ լեզվով, սա շատ ցավալի է, որովհետև մենք չենք կարող այստեղ այս հրապարակում կամ մյուս հրապարակներում խոսել մեր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին եւ մյուս կողմից լսել, որ Լեռնային Ղարաբաղի
հայության խնդիրների կամ քաղաքական կարգավիճակի հարցը այսօր դուրս է մնացել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից։ Գիտեք, կյանքը ինքն է ճիշտ սրբագրումներ անում եւ այն հանգամանքը, որ նույնիսկ այսպիսի քայլերով, այդպիսի զիջումների գնալով Ադրբեջանի իշխանությունները որևէ պատրաստակամություն չեն ցուցաբերում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, սա էլ է ցույց տալիս, որ ամեն ինչ էլի գնում է սխալ ընթացքով։ Պարոն Գուլյան, ամեն դեպքում օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետությունը ունի հնարավորություն այսօր առաջ մղել Արցախի Հանրապետության հարցը։ Իհարկե ունի եւ դա ոչ թե ասում ենք որպես Արցախի ժողովրդի ներկայացուցիչներ, այլ ասում ենք երևի երկար ժամանակահատված եւ քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքներում որոշակի ճանապարհ անցած որպես անձնավորություններ, որպես գործիչներ։ Գիտեք, երբեք հատկապես մեր տարածաշրջանում ավելորդ զիջողականությունը համարժեք պատասխանի չի արժանանում, առավել ևս որ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային կամ այնպիսի անդիմախոսների հակառակորդների, ում հետ մենք երկարատև դիմակայության ճանապարհ ենք անցել։ Եվ չի եղել պատմության մեջ այսպիսի դեպք, երբ որ մենք ինչ որ մի բան փորձել ենք լրացուցիչ տալ եւ դրա դիմաց ստացել ենք համարժեք պոզիտիվ կամ դրական պատասխան։ Հետևաբար այն աշխատանքը, որ այսօր կատարվում է այդ նույն խաղաղության պայմանագիրը մոտեցնելու իմաստով, ես ցավով եմ սա ասում, սա բոլորովին սխալ ճանապարհ է եւ որևէ կոնկրետ արդյունքի դժվար թե հասցնի եւ դրա ամենավառ արկայությունը նա է, որ նույնիսկ հայտարարելով, որ այդպիսի պայմանագիր, համաձայնագիր արդեն պատրաստ է, բոլոր կետերը համաձայնեցված են, որևէ խոսք չկա դրա ստորագրման մասին։ Հակառակ Ադրբեջանի կողմից դրանից հետո հնչում են նոր պահանջներ, նոր առաջարկներ, որին բնականաբար նրանք սպասում են, որ քանի որ Հայաստանը հենց այդ ճանապարհի վրա է մշտական զիջումների, պետք է գնա հերթական այդ քայլերի։ Այլընտրանքը այս քաղաքականության որն եք տեսնում։ Այլընտրանքը պետական շահի գիտակցումն է, պետական շահը առաջին տեղում դնելն է։ Ես չեմ կարող ռեսուրսներով, պարոն Գուլյան, Հայաստանի Հանրապետությունը ասում են պարտված պետություն է, պատերազմ պարտվել է, տարածաշրջանային իրողություններում այս պահին համենայն դեպս ներկայացնում է որպես թուլացած պետություն։ Հայաստանի պետությունը միակը չէ, որ պարտություն է կրել եւ բազմաթիվ աշխարհում տարբեր պետություններ կան, որոնք անցել են նույն ճանապարհով, բայց իրենց մեջ ուժ են գտել, լավ Գերմանիա ասենք, Ճապոնիա ասենք, բոլոր մյուս պետությունները։ Ես համոզված եմ, որ հիմա էլ երևի հարց է առաջանում, որ արդյոք մենք այդ ռեսուրսներն ունենք։ Այն պետությունը, որը 90-ական թվականներին կարողացել է հավաքել իր ամբողջ ռեսուրսը, համահայկական խնդիր նպատակ սարքել Արցախի ազատագրման հարցը, ես համոզված եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում կարող է նույն ձևով հավաքել եւ ամբողջացնել իր ռեսուրսները։ Պարոն Գուլյան, եւ ինչպես է հնարավոր տակ պահել Արցախի հարցը, նորից տանել բանակցային սեղան։ Գիտեք, սա երևի այն մարդկանց խնդիրն է, ովքեր ամենօրյա ռեժիմով են դրանով զբաղվում, բայց ես վստահ եմ, որ նվազագույնը այնինչ որ այսօր փորձում է անել, օրինակ նույն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի այդ հանձնախմբի միջոցով Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հարցը տակ պահելու, հարցը միջազգային կազմակերպություններում մշտապես ներկայացնելու եւ այդ հարցի հետևից գնալու, տարբեր միջազգային ֆորումներում հանդես գալու, արցախցիների իրավունքին հետամուտ լինելու, այս բոլոր քայլերը հենց այն ճանապարհն է, որի միջոցով կարելի է Արցախի թեման պահել մշտապես միջազգային ուշադրության կենտրոնում։